Ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը։ Քարոզարշավը ընթանում է շատ լավ, շատ համեստ, մենք ոչ մեկին ոչ մի բան չենք ապացուցում, մենք մեր քարոզարշավը իրականացնում ենք համեստ կերպով, ոչ մեկին չխանգարելով ու ժողովրդի հետ շփվելու նպատակով։ Քաղաքացիների տրամադրվածությունը ինչպես կգնահատեք։ Ոմանք տրամադրված են շատ վատ, ոմանք վատ, ոմանք շատ լավ եւ լավ, բայց ժողովրդին տեսնելով, խոսելով, առաջարկելով մեր նախընտրական ծրագրի կետերից, պատմելով, խոսելով, ամեն ինչը փոխվում է, ինձ թվում է կփոխվի դեպի լավը։ Առաջին հայացքից դասական քարոզարշավ է։ Ինչով է տարբերվում ձերը, տարբերությունները կնշեք։ Մենք անցկացնում ենք համեստ քարոզարշավ, եթե տեսել եք այդպես մեծ պաստառներ, մեծ ձայնային ազդանշաններով եւ այլն չենք անում, համեստի մեջ, որպեսզի ժողովրդին չխանգարենք եւ կարողանանք իրականացնել մեր քարոզարշավը։ Երեք համացանցում տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես են ընդդիմադիր թեկնածուների պաստառները պոկում, սրան ինչպես եք վերաբերվում։ Վերաբերվում են բնականաբար շատ վատ, քանի որ գովելի չէ եւ բոլորի համար պիտի հավասարություն լինի, սակայն գործող իշխանությունը անհավասար պայմաններում է կրծնում պաստառները, եթե նկատել եք Զվարթնոցից դեպի Էջմիածին, բոլորը գործող իշխանության թեկնածուի պաստառներն են, նույնիսկ գյուղերում ու կոպիտ խախտումներով։ Հայրենիք կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը իր Facebook-յան էջում հայտարարություն է տարածել եւ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է քննարկման, ինչ կասեք սրա մասին, մասնակցելու եք քննարկմանը, հրավիրը ընդունել եք։ Մենք այդ հրավերքին արձագանքել ենք եւ պատրաստ ենք մասնակցել ցանկացած ֆորմատով, բայց ռեալ ընդդիմադիրների հետ, ոչ ՔՊ-ի արբանյակների հետ։